հեռուստաընկերության եթերում Եղիցի լույս հաղորդաշարն է։ Հերթական թողարկումը ուղիղ եթերում է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի անմիջական մասնակցությամբ եւ հովանավորությամբ։ Մասնակցեք մեր հաղորդմանը 22247 30543 հեռախոսահամարներով։ Աստված օգնական Սրբազան հայր։ Սրբազան հայր, մեր զրույցը սկսենք նախ երեկվա տոնից, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնից։ Խնդրում եմ այս տոնի մասին պատմեք նշանակության դերի։ Այս տոնի մասին արդեն երեք Շիրակ հեռուստատեսության եթերով որոշակի ռեպորտաժ տրվեց եւ այնտեղ մանրամասն ներկայացվեց, թե ինչպես է տեղացել Լուսավորչի նշխարների գյուտը։ Կարճ ասենք, որ երբ Լուսավորիչը քաշվեց ճկնելու իր կյանքի վերջին տարիներին, նա անհայտության մեջ վախճանվեց եւ հետագայում հովիվները գտան իր մարմինը, նշխարները, եւ այդ նշխարների գյուտի հիշադակն է, որ տոնում է մեր եկեղեցին, որպես Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված 3-րդ տոն, 3 տոներ ունի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, առաջինը վիրապ մտնելու հիշադակն է, որը միշտ մեծ պահոց շրջանում է լինում, որովհետեւ վշտի ավելի սքի տոն է, երկրորդը երնի վիրապ են, վերաբից դուսկալու հիշադակն է եւ երրորդը այս որ տոնվեց 3 նշխարների գյուտի հիշադակն է։ Եվ ուրեմն այս տոնն է, որ հայ եկեղեցին մշտապես նշում է, որպես իր առաջին կաթողիկոսի հայրապետի քրիստոնեության հիմնադրի հրաշագործ նշխարների գյուտի օր։ Եվ այդ պատճառով էլ 3 պատարակ մատուցվեց եկեղեցիներում եւ հիշատակվեց այդ տոնը։ Սրբազան հայր, մեր եկեղեցին կարևորում է մասունքների դերը։ Այս մասին կարող եք մի քիչ բացատրություն տալ։ Ինչով են կարևոր մասունքները, ինչ դեր ունեն։ Բոլոր առաքելական եկեղեցիները, առաքելական ծագում ունեցող եկեղեցիները մասունքների դերը կարևորում են եւ դա գալիս է առաջին դարերից քրիստոնյաների, երբ որ քրիստոնյաները առաջին դարերում հավաքվում էին արդեն իսկ նահատակված սրբերի շիրիմների մոտ եւ այնտեղ էին կատարում իրենց արարողությունները։ Հետագայում, երբ որ քրիստոնեությունը տարածվեց, բնականաբար տարածվող քրիստոնեությունը իր հետ վերցրեց նաեւ սրբերի նշխարների մի մասը եւ տարածեց այն վայրերում, որ ինքը տարածված էր։ Եվ դա այն պատճառով, որ արդեն իսկ հայտնի էր դարձել սուրբերի մասուկների հրաշագործ զորությունը։ Այսինքն սրբերի մասուկների շուրջ եւ մասուկների մոտ հրաշագործություններ էին տեղի ունենում, բժշկություններ էին կատարվում, մեծ դեպքեր էին արձանագրվում, այդ է պատճառը, որ հետագայում միջին դարերում բավական նույնիսկ չափազանցությունների հասան ոմանք այս մասուկների պաշտամունքի հարցում եւ մասուկները շատ ավելի պետք եղածից ավելի մասնատվեցին։ Բայց պետք է ասեմ, որ հայ եկեղեցին բարեբախտաբար այս հարցում միշտ չափավոր դիրքի վրա մնաց, մեր սուրբերի մասուկները այդքան շատ չեն բաշխվել եւ այդքան շատ չեն բաժանվել, այլ հիմնականում մնացել են իրենց հանգստավայրում եւ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասուկներն են, որ տեղից տեղ են փոխադրվել, որովհետեւ դա համարվել է հայրապետական իշխանության խորհրդանիշ, կաթողիկոսական իշխանության խորհրդանիշ եւ կաթողիկոսական աթոռը երբ որ թափառել է տեղից տեղ վաղաշաբաթից հասնելով մինչև Սիս, այդ շրջանում բնականաբար սուրբի մասուկները նույնպես տեղափոխվել են տեղից տեղ։ Հետագայում օդարերգյա միսիոնարները, որոնց համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նույնպես մեծ սուրբ էր, կարողացել են այդ մասուկների մի մասն էլ տանել եվրոպական երկրներ, Եվրոպա, եւ որոնց մի մասն էլ վեհապար հայրապետը նախանցած տարի կարողացավ վերադարձնել Մայրաթուր Սուրբ Էջմիածին եւ հետագայում ամփոփել նոր կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայրտաճարում։ Այնպես որ մասուկների պաշտամունքը դա չի ծագել պարզապես եկեղեցվո ծոցում, պարզապես եկեղեցվո կամքից, այլ մասուկներին Աստված հաղորդել է հրաշագործ զորություն, քանի որ այդ մարդիկ ապրելով սրբակյաց կյանքով իրենց մահից հետո էլ շարունակել են իրենց սրբակյաց գործունեությունը եւ հրաշագործությունը եւ Աստուծո զորությամբ այդ մասուկները ստացել են հրաշագործ զորություն։ Այդ է, որ եկեղեցին ոչ թե այդ մասուկները պարզապես պաշտում է ըստ ընկյան, այլ ճանաչելով այդ մասուկների
Աստծո կողմից տրված հրաշագործ զորությունը խոնարհվում է այդ զորության առջև։ Ինչպես ամեն ինչի առջև, մենք այդ մասին արդեն բազմիցս անդրադարձել ենք, թե Աստված գործում է նյութական միջոցներով, նյութի միջոցով, այո, Աստված հոգեղեն էակ է, բայց մարդու հետ հարաբերվելու համար շատ հաճախ օգտագործում է նյութը եւ ցանկացած նյութով կարող է Աստված հրաշագործություն կատարել եւ Աստծո առջև որևէ սահմանափակում դնել այս իմաստով հնարավոր չէ։ Հետևաբար, եթե Աստված գործում է սուրբերի նշխարների միջոցով, ոչ մեկը իրավասու չէ կանխելու կամ դադարեցնելու այդ հրաշագործ զորությունը, որը Աստված է հաղորդել։ Սրբազան հայր, այդ աղանդավորական շրջաններում երիտասարդների մոտ հատկապես սա խոսվում է, մասունքների, ասենք, երկրպագությունը կամ մասունքների հանդեպ հավատքը վերագրվում է որպես կռապաշտություն։ Ինչպես կարելի է սա բացատրել, որպեսզի երիտասարդության մեջ այս մտածումը դուրս գա։ Դե արդեն ասացի, որ այստեղ կռապաշտության դրսևորում չկա, որովհետև կռապաշտություն դա նշանակում է, որ պաշտում ես այդ առարգան որպես Աստված։ Ոչ մեկը եկեղեցում, առաքելական եկեղեցիներում, ոչ մեկը սուրբերի մասունքներին Աստծո տեղը չի դնում եւ չի պաշտում մասունքները իբրև Աստծո, այլ պաշտում է այդ մասունքներով փոխանցված աստվածային զորությունը։ Հետևաբար այստեղ կռապաշտություն տեսնելը միամտություն է, որովհետեւ այստեղ կռապաշտություն չկա։ Կռապաշտություն դա նշանակում է, երբ որ Աստված է պաշտում մի ինչ-որ բան, որը Աստված չէ։ Ոչ սրբապատկերների պաշտամունքը մեր եկեղեցում, ոչ էլ մասուկների պաշտամունքը, ոչ էլ մեկ ուրիշ այդպիսի պաշտամունք, որ գոյություն ունեն բոլոր վավերական հին եկեղեցիներում, այդ պաշտամունքի այդ իմաստը չունեն։ Դրա համար գոյություն ունի պաշտամունքի երկու տեսակ, պաշտամունք, որը կարելի է վերագրել միմիայն Աստծուն, եւ պաշտամունք, որը կարելի է վերագրել այն բոլոր իրականություններին եւ իրողություններին, որոնց Աստված զորություն է հաղորդել։ Աստված գործում է սրբապատկերի միջոցով, Աստված գործում է եկեղեցվո միջոցով, տաճարի միջոցով, շենքի միջոցով, խաչկարի միջոցով, Աստված գործում է սուրբերի մասուկների միջոցով, Աստված գործում է մարդկանց միջոցով, եւ այդ բոլոր գործունեության ձևերը, գործադրության ձևերը, որտեղ Աստված արդեն իր ներգործությունը հաստատել է, Աստված մարդը պարտավոր է ուրեմն այդ ներգործության, աստվածային ներգործության առջև երկյուղած լինել եւ երկյուղով կանգնել եւ պաշտել այդ ներգործությունը որպես այդպիսի եւ ոչ թե այդ սուրբի մասունքը կամ սրբապատկերը դարձնել Աստված եւ մեր եկեղեցին եւ ոչ մեկ եկեղեցի լինի սրբապատկեր, լինի սուրբի մասունք, դրանց չի համարում Աստված, այլ Աստծո ներգործության մեկ ձևը եւ Աստծո ներգործության շոշափելի մի արտահայտությունը։ Սրբազան հայ, մասունքների ներգործությունը սա կապված է նույնիսկ մարդու հավատքից, թե մեկընդմիշտ եթե ուզում է այս մասունքներին հրաշագործ զորություն, ապա սա տարածվում է ամենքի վրա։ Անշուշտ կախված է նաեւ մարդու հավատքից, մարդը ինչպիսի հավատքով կարող է մոտենալ, այնպես որ աստվածային ներգործությունը այո կա մասունքների մեջ, կա այն ամենի մեջ, ինչի մեջ որ Աստված ցանկացել է լինել, բայց բնականաբար մարդկային հավատքը շատ զորավոր տեղ ունի եւ բնականաբար առադացնում կամ նվազեցնում է այդ Սուրբ Հոգու շնորհը, որով Սուրբ Հոգին գործում է այդ նյութական նյութեղեն առարգաների միջոցով։ Բնականաբար հավատքը կապ ունի, բայց շատ հաճախ Աստված ներգործում է նաեւ անհավատների համար, նրանց դարձի բերելու համար եւ շատ հաճախ նաեւ անհավատներին է տալիս հրաշքի զորությունը, որովհետեւ կարողանան հասկանալ եւ ճանաչել ճշմարիտ Աստծուն։ Սրբազան հայր, մեզ մոտ ընդհանրապես կա պատմություն, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները ունեցել են հրաշագործ զորություն, բժշկություն կամ այլն։ Բազմաթիվ պատմություններ կան եւ ոչ միայն պատմություն, այսինքն պատումներ չեն, դրանք իրականություններ են, այսօր էլ շարունակվում են, այսօր էլ կարող ենք վկայել եւ վկայողներ կան, թե ինչպես Գրիգոր Լուսավորչի մասունքները, երբ որ հանվում են ամեն անգամ մերոնորտնեկի ժամանակ կամ մեկ այլ արարողության ընթացքին կարողանում են իրոք հրաշագործություններ ապահովել, նաեւ խորվիրապ ուխտավորները, որոնք այցելել են խորվիրապ, իրենք բազմաթիվ ուխտավորների վկայություններ կան եւ այսօր էլ շարունակում են, թե ինչպես զանազան բժշկություններ են տեղ ունենում, զանազան այսպես ասած մուրացներ են կատարվում, այնպես որ այդ իրողությունները կան, բայց եկեղեցին չի վազում այդ եղելությունները փաստելու կամ վավերագրելու հետևից, որովհետեւ իր համար էականը այդ չէ, որովհետեւ
վերջո Աստուծո գործունեությունը ինչ որ վավերագրերի հետևում պետք չէ տեսնել, այլ Աստծո գործունեությունը ժողովրդի կենտանի հավատքն է, եւ եթե այսքան դարեր շարունակ եւ այսքան դարեր հետո ժողովուրդը կենտանի այդ հավատքը ունի սուրբերի հրաշագործ մասունքների հանդեպ, բնականաբար այդ հավատքը օդից ծնված լինել չի կարող, հետեւաբար գոյություն է ունեցել այն շոշափելի իրականությունը, որին ժողովուրդը հավատացել է։ Օրինակ, երբ 2 տարի առաջ մենք առաջին անգամ Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով աճը հանեցինք եւ թափոր կատարեցինք Սուրբ Յոթվերք եկեղեցում եւ հայտարարեցինք այդ մասին, ժողովուրդը թե ինչպիսի խանդավառությամբ արձագանքեց մեր այդ հրավերին Սուրբի մասունքի հետ հաղորդագիր ստանալու, սա խոսում է այն մասին, որ այդ հավատքը կա եւ այդ կենտանի հավատն է ամենամեծ վկայությունը այն բանի, որ մասունքները, սրբերի մասունքները հրաշագործ զորություն ունեն։ Սրբազան հայր, ձեր խոսքում ասացիք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներից կամ նաև եվրոպական որոշ երկրներում, իսկ մեզ մոտ կան քույր եկեղեցիների սրբերի մասունքներից։ Անշուշտ կան համաքրիստոնեական սուրբերի մասունքներից, արդեն ասեցի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, կան Սուրբ Աթանագինես, կան Սուրբ Հակոբ Մծպնեցի հայրապետի մասունքներից, կան Սուրբ Հովհան Ոսկեբերանի մասունքներից, Սուրբ Գրիգոր Սկանչելագործի մասունքներից, այնպես որ ոչ, Սուրբ Հովհան Ոսկեբերանը եւ Սուրբ Գրիգոր Սկանչելագործը հայեր չէին, թեև Սուրբ Հովհան Ոսկեբերանին վերագրվում է հայկական ծագում, բայց նա հայկական մշակույթի կրող չէր, վերջո հունական մշակույթի կրող էր, հունալեզու էր, հունախոս էր եւ հույն եկեղեցվով նաև հայրապետ էր։ Շատ ընդհանրական եկեղեցու այդպիսի սուրբեր կան, որոնց մասունքներից այո հայ եկեղեցին ունի, բայց ինչպես նշեցի, արդեն հայ եկեղեցին չափավոր դիրքերի վրա է եղել այս մասունքների պաշտամունքի հարցում եւ երբեք մասունքների որս, այսպես ասած, մասունքների որս չի կազմակերպել, ինչպես կազմակերպել է կաթոլիկ եկեղեցին միջնադարում։ Եվ այդ որսի պատճառով էր նաեւ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները հայտնվեցին Եվրոպայում։ Հայ եկեղեցին մասունքների որսով չի զբաղվել։ Սրբազան հայր, իսկ հրաշքների հետ կապված հավատացել ինչպես կարող է կողմնորոշվել այս հրաշագործությունը աստուներգործության պես թե սատանական խաբկանքեր մոլորության կամ ծառը իր պտղից է ճանաչվում, եթե այդ հրաշագործությունը կամ այդ արարքը ծառայում է բարուն, նշանակում է Աստծուց է, եթե չի ծառայում բարուն, նշանակում է, որ Աստծուց չի կարող լինել։ Եթե բաժանման է տանում, եթե հերձվածի է տանում, եթե ըմբոստության է տանում, եթե ամբարտավանության է տանում, բնականաբար այդտեղ Աստված չկա։ Իսկ եթե այդտեղ բարիքին, լույսին, համեստության, խոնարհության, միության է տանում, սիրո, միաբանության է տանում, բնականաբար այդտեղ Աստված է։ Այնպես որ կա հրաշք եւ կա այդ հրաշքի նմանագում։ Եվ Ավետարանն է ասում, չէ, որ պետք է լինեն այնպիսիները, որոնք մեծ հրաշքներ պիտի ցույց տան, նշաններ պիտի ցույց տան եւ դրանով պիտի մոլորեցնեն մարդկանց եւ օրերի վերջում էլ Տիրոջը պետք է ասեն, որ մենք քո անունով այսպես նշաններ գործեցինք, իսկ Տերը պետք է ասի, ես ձեզ չեմ ճանաչում։ Այնպես որ ծառի պտղից է ճանաչվում ծառը եւ եթե իրոք հետևանքները, եթե հրաշագործության հետևանքները բարի են, ապա դա Աստծուց է, եթե հետևանքները բարի չեն, ապա չի կարող Աստծուց լինել։ Շնորհակալություն Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում ենք, գործում է ուղիղ հեռախոսակապ, որի միջոցով կարող եք հղել հարցեր Սրբազան հորը։ Հեռախոսահամարներն են 222 47 305 43։ Սրբազան հայր, հաջորդ թեման, որ այսօր ուզում եմ խոսել, բազմաթիվ հեռուստադիտողների հարցումների հենվելով, դիվահարությունն է, քանզի մեր օրերում, գիտեք, նման դեպքերը շատ են։ Այս մասին ուզում այսօր խոսենք, որովհետև շատերին է հետաքրքրում։ Նախ ինչ ասել է դիվահարություն, ինչ երևույթ է սա։ Մարդը ընդհանրապես իր ծննդյան օրվանից ենթակա է եւ բարի եւ չար զորությունների ազդեցությանը։ Արդեն իսկ ասում ենք, չէ, շատ հաճախ օգտագործում ենք բարի հրեշտակ կամ պահապան հրեշտակ արտահայտությունները, որոնք իրականություններ են, ընդունենք կամ չընդունենք, այո, կան այդ բարի զորությունները, որոնց պաշտպանության տակ ենք գտնվում մենք։ Եվ կան նաեւ դրանց հակոտնյա զորություններ, որոնց հարձակման տակ ենք մենք գտնվում հաճախ։ Եվ դրանք կոչվում են դևեր,
չար ոգիներ կամ չար հոգիներ, որոնց ազդեցության է ենթարկվում մարդը իր ծննդյան օրվանից։ Դրա համար մկրտությունը տեղի էր ունենում ժամանակին 8 օրվա 8 օրեկան հասակում, որովհետեւ դրանով պաշտպանվեր մանուկը արդեն գալիք հարցակումներից։ Եվ եթե մկրտության արարողության վրա ուշադրություն դարձրել եք, մկրտությունից առաջ նախքան մկրտությունը կա դիվահալածության կարգ, երբ որ այսինքն պատշ պաշտպանվում է, այսինքն զրահ է հագնում, կարծես թե հոգևոր զրահ է հագնում մանուկը եւ բոլոր տեսակի դևերի հարցակումներից պաշտպանված լինելու համար։ Եվ հետագայում անշուշտ Աստծո զորության արժեվ իր պահաբան հրեշտակի զորության ներքո մեծանալով մանուկը կարողանում է դիմադրել ժամանակին իր վրա եղած բոլոր տեսակի դիվային հարցակումների։ Եվ եթե լինում է պարագաներ, մեծ մասամբ լինում են չմկրտվածների պարագային, լինում են նաև մկրտվածների պարագային, երբ որ մկրտված անձնավորությունը իր մեղքի պատճառով, իր թուլության պատճառով, իր տգարության պատճառով կորցնում է այդ զրահը եւ կարողանում է դևը մուտք գործել եւ այսպես տիրել այդ մարդու մտքին եւ հոգուն։ Եվ այդ դիվահարությունը արտահայտվում է զանազան ձևերով, զանազան եղանակներով, բայց պետք չէ այս դիվահարությունը երբեք շփոթել հոգեգան հիվանդության կամ խելագարության հետ, որովհետև ամեն խելագար կամ ամեն հոգեգան հիվանդ չէ, որ դիվահար է։ Ինչպես զանազան է սրբազաններ դրանք։ Զանազանելը դա դժվար չէ, երևի թե, թեև երբեմն կարող է նաև դժվար լինել, բայց երևի թե դժվար չէ, որովհետև դիվահարը մեծամասամբ կամ առանց բացառության, կարող ենք ասել առանց բացառության, ինքը զգում է, որ գործում է ուրիշի ազդեցության ներքո, ինքը զգում է, որ իր մեջ գործում է ուրիշը, մեկ այլ անձնավորություն, որին ինքը չի ուզում ճանաչել, որի դեմ ինքը հաճախ պայքարում է, բայց չի կարողանում հաղթահարել։ Խելագարների պարագային այդպես չէ, խելագարների կամ հոգեգան հիվանդների պարագային այդպես չէ։ Մինչդեռ դիվահարը շատ հաճախ, ոչ թե դարձել շատ հաճախ, այլ ընդհանրապես առանց բացառության իր գործած, ասենք, դիվահարության կամ այդ պահի նոպայի, այսպես ասած, նոպայից հետո բացարձակապես չի հիշում այն, ինչ որ ինքը արել կամ ասել է։ Այսինքն գործում է մի երրորդ ուժի ազդեցության տակ, որին բացարձակապես ինքը նույնիսկ չի ճանաչում։ Եվ այստեղ զգացվում է, որ արդեն մարդը գտնվում է ուրիշ զորության ներքև, ուրիշի իշխանության ներքև եւ այդ իշխանության ներքև է գործում։ Մինչդեռ հոգեգան հիվանդության պարագային, մեծավ մասամբ հոգեգան հիվանդության պարագային ժառանգական հատկանիշներ կան, գեներով փոխանցվող հատկանիշներ կան, որից հորից որդուն եւ որդուց թորանը փոխանցվում են, մինչդեռ դիվահարությունը ժառանգական չէ, ժառանգական կերպով չի կարող փոխանցվել, եւ դիվահարությունը ժամանակավոր երևույթ է, այսինքն կարելի է եւ դիվահալածությամբ այդ մարդուն ազատել այդ դևի ներգործությունից եւ դարձնել նորմալ բնականon մարդ։ Սրբազան հայր, մոտ օրերս Արտիկում մի դեպք էր տեղի ունեցել, ազգականները փաստորեն դիվահարվողի կամ չգիտեմ հոգեկան խախտվածություն ստացողի խնդրեցին պարզապես ձեզ հարցնել առանց ներկայանալու։ Ուրեմն խոսողի բարեկամն է հիվանդացել իր աղջկա հետ, դստեր հետ, փաստորեն մինչ այս դեպքերը նրանք հաճախել են 50-ական կոչվող աղանդավորական այս դասերին, ժողովներին ու սրանց մոտ խանգարում է եղել, այսինքն իրենց աչքին երևացել է, որ Հիսուս է գալիս, վազել են, կանգնել են ջրերի մեջ, մի խոսքով, այսինքն երևացել է, որ հոգեկան խախտվածություն կա։ Այ սա ինչպես կարելի է վերագրել, արդյոք սա դիվահարություն, արդյոք սա հոգեկան խանգարում է եւ կարելի է սա կապել կոնկրետ աղանդավորական այս մտքերի, տագնապների։ Այո, կարելի է կապել, որովհետեւ ցանկացած աղանդավորական շարժում ինքը ցանկանա այդ ընդունել կամ չընդունել, գտնվում է դիվական զորության ներքո։ Այն զորությունների ներքո, որոնց մասին խոսեցինք, որոնց երեսին մեր Տերը ասելու է, որ ես ձեզ չեմ ճանաչում։ Բոլոր աղանդավորական խոսանքները գտնվում են դիվական զորությունների ներքո, որքան էլ որ իրենք փորձեն Հիսուսի անունով խոսել։ Հիսուսը բաժանման երբեք չի տանում։ Հիսուսը տանում է դեպի միություն։ Իսկ ցանկացած բան, որ տանում է դեպի բաժանում, դա Հիսուսից լինել, Քրիստոսից լինել չի կարող։ Հետևաբար արդեն իսկ այդ փաստը, որ իրենք տանում են դեպի բաժանում, ցույց է տալիս իրենց հեղինակին։
այդ հեղինակը Սատանան է եւ իր զորքերն են եւ իր զորություններն են։ Եվ բնականաբար իրենք մարդկանց խաբելու համար պետք է հագնեն լուսո հրեշտակի կերպարանք, ինչպես Ավետարանն է ասում, եւ այլ լուսո հրեշտակի կերպարանքով փորձեն ներկայանալ որպես Աստուծո հրեշտակներ։ Եվ այդ հրաշագործ, ճագիրտավոր հրաշագործ զորություններով խաբելով եւ շեղելով մարդկանց ուշադրությունը բուն խնդրից, որն է պարգեշտ կենցաղավարությունը, քրիստոնյա վայել կենցաղը եւ Տիրոջ պատվիրանների կատարումը, մարդկանց ուշադրությունը շեղում են զանազան հրաշագործությունների վրա, ճագիրտավոր հրաշագործությունների վրա, նշանների վրա, տեսիլքների վրա, լեզվախոսության վրա եւ այլնի վրա, եւ մարդկանց մոտ ոչ միայն դիվահարության երևույթ են առաջացնում, այստեղ կարելի է նաեւ խոսել արդեն հոգեկան հիվանդության մասին։ Գիտեք, երբ որ մարդը ստրեսային վիճակում է գտնվում, զանազան այսպես հարվածների տակ է գտնվում, նա շատ լուրջ կարող է նաեւ հոգեկան հիվանդություն ձեռք բերել առանց որևէ դեպի անմիջական ներգործության կամ ասենք դիվահարության։ Հետևաբար այստեղ կարող է լինել եւ հոգեկան հիվանդություն, այսինքն հոգեկան խանգարման դեպք, եւ կարող է լինել նաեւ դիվահարության դեպք։ Ներողություն սրբազան հայր, ես մի մանրամասնություն մոռացա ի սկզբանե ասել, պաստորեն ինչ էր կատարվել, այս մորը եւ աղջկան, որ միաժամանակ պաստորեն հոգեկան խախտում էին ունեցել, տարել էին հոգեբուժարանում 1 ամիս սպայելուց հետո, երբ որ հոգեկան հավասարակշռվածության են հասել, մարդիկ վերադարձել են տուն, ու այս հոգեվոր քույրերը նորից Հիսունադան եկել են տեսության, նորից մարդկանց մոտ կրկնվել է այս երևույթը։ Պաստորեն նորից վատացել են ու նորից ենթակա են հոգեբուժարանի։ Ցավալի իրականություն է, որ նշում եք եւ ցավոք աղանդավորական շարժումներին հարող մարդկանց վերջը այդ է։ Այո, ժամանակավոր սկզբնական շրջանում շատ իրենց համար երանելի վիճակ է, իրենք կարծես թե գտել են այն, ինչ ուզում են, իրենք վերջապես գտել են իրենց Աստծուն եւ իրենք հայտարարում են գտել են Հիսուսին, պետք չէ հարել որևէ մեկ աղանդավորական շարժման։ Պետք է լինել բերդի մեջ պետք է պատասպարված լինել։ Եվ այդ բերդը եկեղեցին է, Քրիստոսի եկեղեցին է։ Իմ եկեղեցին չէ, իմ ստեղծած եկեղեցին չէ, Քրիստոսի եկեղեցին է։ Եթե մարդը իրեն չի պատասպարում Քրիստոսի եկեղեցու մեջ, կամ այդ տապանի մեջ չի պատասպարվում, պիտի կործանվի կամ ջրհեղեղից, կամ օդար զորություններից, կամ օդար ազդեցություններից։ Սա բնական վիճակ է։ Եվ հետևաբար Սատանան, որ փորձում է ամեն կերպ գայթակղել եւ որսալ, եւ ինչպես Ավետարանն է ասում, արյուծի նման կանգնած դարանակալ սպասում է իր որսին, կարողանում է այսպես մարդկանց քաշել դեպի իր ճիրանները եւ հետագայում կործանման պատճառ եւ առիթ դառնալ։ Դրա համար դեղամիջոցը մեկն է եւ միակը, պետք է լինել տապանում, պետք է լինել բերդի ներսում, պետք է լինել Քրիստոսի եկեղեցում եւ այդ դեպքում պաշտպանված կլինես ամեն տեսակ հարձակումներից։ Ինչու համար դևերը կամ չար զորությունները կամ հենց նույն իրենք աղանդավորները ինչու համար են փախչում եկեղեցուց, ինչու համար են փախչում, չեն էլ համարձակում նույնիսկ եկեղեցուն մոտենալ կամ եկեղեցականին մոտենալ, ինչու, ինչից են վախենում։ Վախենում են այն խաչի զորությունից, ինչից որ դևը վախենում է եւ Սատանան է վախենում։ Հետեւաբար պետք է յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր քրիստոնյա, որ ուզում է քրիստոնյա լինել, պետք է լինի այդ Քրիստոսի եկեղեցու մեջ եւ ոչ թե կողքին եւ ոչ թե դրսում։ Պետք է լինի Քրիստոսի եկեղեցու մեջ։ Եվ Քրիստոսի եկեղեցու մեջ է միայն բժշկությունը, ոչ այսպես ճագերտավոր հոգեվոր քույրերի կողմից, ոչ հոգեվոր եղբայրների կողմից բժշկություն լինել չի կարող։ Բժշկությունը կարող է լինել միայն եկեղեցու մեջ եւ միայն Աստծո զորությամբ։ Մենք աշտանում ենք հեռախոսազանգեր հարցերի տեսքով։ Ժողովրդի մեջ տարածված է սրբի հիվանդություն խոսքը, որի դեպքում դիմում են տարբեր սրբերի ու սրբատեղեր են այցելում եւ եղել են դեպքեր, որ հիվանդները իրոք բուժվել են։ Որն է պատճառը։ Արդյոք տեղանքը ազդում է մարդու վրա։ Չէ, տեղանքը չի ազդում։ Բնականաբար կարող է եւ տեղանքի իմաստով կլիմայական պայմանների իմաստով ազդել, որոշակի ազդեցություն ունենալ, բայց հիմքը դա չէ, այլ այն է, որ իրապես սուրբերի նկատմամբ երկյուղածությունը, որովհետև սուրբերը վերջիվերջո նաև հովանավորներ են համարվում այս կամ այն մարդկանց, այս կամ այն ասպարեզի, նաև երբեմն բուժում են այս կամ այն հիվանդությունները, բուժման այսպես ասած բարեխոսներն են այս կամ այն հիվանդությունների եւ հետեւաբար որոշակի հիվանդությունների դեպքում դիմում են որոշակի սուրբի բարեխոսությանը եւ շատ հաճախ
այդ սուրբից բժշկություն են ստանում Աստուծո զորությամբ։ Այնպես որ այստեղ արդեն խոսում ենք, երբ խոսում էինք, ժողովրդի կենտանի հավատքը ցույց է տալիս, որ այդ իրական զորությունը կա եւ սա չի կարելի կապել ոչ տեղանքի, ոչ կլիմայական պայմանների հետ եւ սա մեր կամքից անկախ իրականություն է, Աստուծո իրական ներգործությունն է եւ մենք պարտավոր ենք միայն ընդունել եւ հաստատել այն, ուրիշ անելիք այստեղ չունենք։ Սրբազան հայր, դուք արդեն պատասխանեցիք հաջորդ մեր հեռուստադիտողի հարցին։ Անտամալույց հիվանդը այցելելով սրբատեղ բուժվել է, ինքնանեշնչում է դա, թե իրոք տեղանքի ազդեցություն է։ Սա պարզապես կարծացի, որ մեր հեռուստադիտողը իմանա, որ մեզ մոտ է, ինչ է նշանակում քավոր եւ որտեղից է առաջացել այդ բառը։ Մի քիչ շեղվել են հեռուստադիտողները մեր թեմայից, բայց խնդրում եմ պատասխանեք հարցին։ Քավոր բառը դա կնկահայր բառի, կնկահայրի ժողովրդական խոսքն է, ժողովրդական դարձվածն է, քավել քավություն բառից է։ Ինչու քավոր, որովհետև քավորը կնկահայրը մի տեսակ պատասխանատուն է դառնում իր սանիկի մեղանչումների եւ մեղքերի եւ նաեւ արդար կյանքի, այսինքն ինքն է երաշխավորը այն քավության, որ իր սանիկին է վերաբերում, որովհետև կնկահոր հավատքի շնորհիվ է, որ ասենք որևէ մեկը որտեղ գրվում է քրիստոնյա եկեղեցուն, չէ՞, մանկամգրդության պարագային, երբ կնկահորը հարցնում են, թե ինչ ես ուզում, եւ նա պատասխանում է հավատք, հույսեր եւ մգրդություն, եւ քահանան պատասխանում է ըստ քո հավատքի թող լինի քեզ, ըստ հավատոց քոց եղեցի քեզ, թող քո հավատքի համաձայն լինի քեզ եւ լինի քո սանիկի։ Հետեւաբար նա դառնալով երաշխավորը իր սանիկի ապագա կյանքի առանց մեղքի կյանքի դառնում է այդ սանիկի մեղքերի քավության երաշխավորը, մեղքերի քավության եւ թողության երաշխավորը։ Դրա համար ժողովրդական, այսպես լեզվով, ավելի ընդունելի եւ տարածված է դարձել ոչ թե կնքահայր արդահայտությունը, այլ քավոր։ Իրոք գոյություն ունի դրախտը եւ դժոխքը եւ ովքեր են դրանց ենթակա։ Դրախտը եւ դժոխքը գոյություն ունեն բնականաբար, որովհետեւ Աստվածաշունչ Մատյանը խոսում է այդ մասին եւ մեր Տերը խոսում է այդ մասին, որպես իրականություններ եւ ոչ թե խորհրդանիշեր։ Դրախտը այո կա արտարների համար եւ դժոխքը մեղավորների համար։ Անշուշտ Միշնադարում դրախտի եւ դժոխքի պատկերացումները այնքան երբեմն արտարոց են դարձել, որ մարդիկ նույնիսկ խուսափել են այդ մասին մտածելուց կամ խորշել են այդ մասին մտածելուց։ Պետք չէ անպայմանորեն դրախտը եւ դժոխքը պատկերացնել այնպես, ինչպես ասեք Միշնադարում էին պատկերացնում, կամ ինչպես Դանտեն է ներկայացրել դժոխքը եւ դրախտը։ Անպայմանորեն պետք չէ այդպես պատկերացնել, բայց դրախտ ասածը պետք է հասկանալ հոգեվոր մի ոլորտ, որտեղ արդար հոգիները երանության մեջ են եւ Աստուծո հետ հարաբերության մեջ են, աստվածային երանության մշտական եւ հավիտենական երանության մեջ են, իսկ դժոխքը դա այն վայրն է, որտեղ չար հոգիները իրենց մշտական եւ հավիտենական տանջանքի, խղճի խայտի, տանջանքի, տառապանքի մեջ են իրենց գործակցի սատանայի հետ միասին։ Այսինքն անպայման պետք չէ կարմիր կրակել լեզուներ պատկերացնել դժոխքի պարագային կամ դրախտի պարագային պարտեզ, այո, բայց այն որ դրախտը հավիտենական երանության վայրն է, իսկ դժոխքը հավիտենական տառապանքի վայրն է, այս իմաստով անշուշտ կա եւ գոյություն ունի, թե Աստված ինչպիսին է դա ներկայացրել կամ ինչպես է դա պատկերել կամ ինչպես է դա իրականում, դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ կան այդ իրականությունները, մեկը մեղավորի համար հավիտենական տառապանքը եւ մեկը հավիտենական երանությունը արդարի համար։ Սրբազան հայր, վերջին հարցը կրոնական դասընթաց ավարտողները տեղավորվում են աշխատանքի։ Կրոնը մեր կողմից կրոնի ուսուցիչները, որոնք պատրաստում են, այո, ուղարկում են դպրոցները կամ նույնիսկ իրենք արդեն իսկ որոշակի դպրոցներում ուսուցիչներ են եւ այնտեղ աշխատում են կրոնի դասավանդում, կրոնի առարգայի, կրոնական գիտելիքների իմաստով եւ այո, մեր կողմից էլ վճարվում են որոշակի չափով։ Անշուշտ ակնկալելի է, որ պետությունը վերցնի իր ձեռքը այս գործընթացը եւ վերջնականապես լուծի այս խնդիրը, որովհետեւ միայն եկեղեցու ուսերին թողնել այս կարևոր հարցը, որը ազգի ապագային է վերաբերում, ճիշտ չէ եւ պետությունը պետք է քայլեր անի այս ուղղությամբ։ Բայց այն ուսուցիչները, որոնք մեր կողմից վկայվել են, այո, մեր կողմից էլ
աշխատանքի տեղավորվել են։ Լինում են անշուշտ երբեմն դեպքեր, որ այս կամ այն տնօրենը փորձում է քմահաճ մոդեցում ցուցաբերել այս հարցին եւ փորձում է խոչընդոտել կրոնի ուսուցչի մուտքը դպրոց, բայց դրանք բացառություններ են եւ դրանք այդպիսի խնդիրներն էլ հարթվում են մեր կողմից։ Սրբազան հայր, խոսք կար, որ պետականորեն պետք է ընդունվեր որպես դասընթաց։ Ինչ եղավ այս հարցը, կարող է սեպտեմբերից դա կենտրոնական կառավարությունը եւ մայրաթորը պետք է լուծեն այդ հարցը։ Ցավոք այդ հարցը լուծման փուլում է արդեն քանի տարի է եւ վերջնական իր լուծումը չի ստացել, որովհետեւ կրթության նախարարությունը, որքան ինձ հայտնի է, միշտ փաստարկում է այն, որ եկեղեցին բավարար կադրեր չունի, բավական կրոնի ուսուցիչներ, բավարար կրոնի ուսուցիչներ չունի ապահովելու համար բոլոր դպրոցները։ Այո, մենք էլ գիտենք, որ մենք բավարար կրոնի ուսուցիչներ չունենք, բայց պետք չէ թողնել կրոնի ուսուցիչների պատրաստության ծրագիրը զուտ եկեղեցու ուսերին, այլ պետք է պետությունը ինքն էլ զբաղվի այս հարցով, ինչպես զբաղվում է մնացած բոլոր ուսուցիչների պատրաստության հարցով։ Շնորհակալություն Սրբազան հայր հարցերին պատասխանելու համար, շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ մասնակցության ու ուշադրության համար։ Կհանդիպենք ճիշտ 2 շաբաթ անց Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում եւ կմաղթենք, որ ձեր սրտերում լույս եղեցի։ Միշտ նոր հանդիպում եթերում։ Աստված օգնական Սրբազան։ Աստված պահապան։